առաջի կարգի հավասարներն ենք քննարկում ու մասնավորապես դիտարկեցինք հաստատուն գործակիցներով համակարգերը, հա, առաջի կարգի գծային համակարգերը, որոնք ունեին y հավասար է ay տեսքը, մատրիցային ձևով եթե գրում ենք, այսպես ենք գրում, ու տեսանք, որ այս A մատրիցի սեփական արժեքների ու սեփական վեկտորների ուսումնասիրությունը էական դեր ունի այս համակարգի լուծումները հասկանալու համար։ Ինչ տեսանք? Տեսանք, որ եթե A մատրիցը ան ենթադրենք n-ի վրա իրական գործակիցներով մատրիցա, հա, ասենց ընդհանուր քննարկենք, եթե ուներ n հատ սեփական արժեքներ իրարից տարբեր, այդ դեպքում հանրահաշվի դասընթացից գիտենք, որ կան n հատ սեփական վեկտորներ, որոնք գծորեն անկախ են ու բնականաբար rn-ի բազիս են կազմում, հա, v1, vn համապատասխան ոնց որ սեփական վեկտորներն են սրանք։ Ուրեմն այս վեկտորները գծորեն անկախ են։ Ու համակարգի լուծումը տրվում է հետևյալ բանաձևով։ Ուրեմն C1 V1 Y լամբդա 1x պլյուս C2 V2 Y լամբդա 2x մորած Cn Vn Y լամբդա nx։ Այստեղ մենք անցած դասի մենակ այն դեպքը քննարկեցինք, երբ որ լամբդաները իրական էին, արժի երևի առնվազն մի օրինակ նայել, որտեղ կոմպլեքս սեփական արժեքներ կան, իրականում այդ դեպքում նույն տրամաբանությամբ ինչ որ բացիկ կարգի հավասարների համար են կարել, հա, օրինակ իրական կեղծ մասերը անջատելով իրական լուծումները մենք կարող ենք անջատել։ Այսինքն, եթե լամբդաների մեջ կոմպլեքս թվեր կան, այս բանաձևը էլի գործում է, բայց արդեն այդ դեպքում սեփական վեկտորներն էլ կարան կոմպլեքս, հա, C-նից լինեն, ոչ թե R-նից, կոմպլեքս կոորդինատներ ունենան ու մեզ հետաքրքրում են իրական լուծումները, իրական արժեք լուծումները, դրա համար մեզ պետք է այդ անջատումը դնել։ Դե եկեք օրինակ նայենք մի անգամից։ Ան թող լինի հետևյալ մատրիցը 1 0 0 2 1 մինուս 2 3 2 1 եկեք նորեջից գրեմ, որ նորից գրեմ 1 0 0 2 1 մինուս 2 3 2 1 ու դիֆերենցիալ հավասարն էլ հետևյալն է, հա, y շտիղ հավասարը ay։ Հավասարը լուծելու համար գտնենք սեփական արժեքներ։ Եթե հիշում եք սեփական արժեքներ գտնելու համար A- լամբդայի մատրիցն ենք կազմում, չէ, ու սրա դետերմինանտը հավասարացնում 0-ի, եկեք գրենք։ Իով ես նշանակում եմ միավոր մատրիցը համապատասխան չափի, ուրեմն ինչ ենք ունենում 1 մինուս լամբդա 0 0 2 1 մինուս լամբդա մինուս 2 3 2 1 մինուս լամբդա։ Եթե հաշվենք այս որոշիչը, առաջ տողով կարանք վերլուծենք 1 մինուս լամբդան դուրս կգա, այստեղ կունենանք 1 մինուս լամբդա մինուս 2 2 1 մինուս լամբդա, այսինքն 1 մինուս լամբդա անգամ
1 մինուս լամդայի քառակուսի համարած 4։ Այս հավասարումը լուծելու համար ինչ պետք է անենք, կամ առաջի արտադրիչն է 0-ի հավասար, կամ երկրորդ արտադրիչը, առաջի արտադրիչից միանգամից կունենանք 1 արմատը, երկրորդ արտադրիչի 0 լինելը ինչ է նշանակում, նշանակում է, որ այս 1 մինուս լամդայի քառակուսին մինուս 4 է, չէ, քանի որ այս տեսքով գրած է, ես էլ չեմ բացում քառակուսի հավասարում եկել դիսկրիմինանտ բան հաշվենք, ստեից անմիջապես հետևում է, որ 1 մինուս լամդայի քառակուսին մինուս 4 է, այսինքն 1 մինուս լամդան պլյուս մինուս 2 է, այսինքն լամդա 2-ը լինում է 1 մինուս լամդայի, լամդա 3-ը լինում է 1 պլյուս 2։ Այսքանը բարձր չէ, երևի։ Գտանք մատրիցի սեփական արժեքները։ Հաջորդ քայլն է գտնել այդ սեփական արժեքներին համապատասխանող սեփական վեկտորները։ Անցնենք առաջ, հաջորդ էջը լուծենք։ Նախ այս իրական սեփական արժեքը մեկը հասկանանք այս սեփական արժեքին համապատասխանող ինչ վեկտոր կա։ Դրա համար ամինուս լամդային պետքա ամինուս լամդայի անգամ v հավասար 0 հավասարումը, չէ, հավասարման լուծում գտնենք, այդ լուծումը կլինի սեփական արժեք։ Ամինուս լամդային ինչ կլինի մեզ մոտ 0 0 0, չէ։ Հետո այստեղ ինչ ունենք 2 1 մինուս 2 էր, այսինքն եթե լամդան 1 դնենք 2 0 մինուս 2 և 3 2 0։ Այս ամինուս լամդային է, եթե v-ով բազմապատկենք, ու հավասարացնենք 0-ի, ստեից ինչ հավասարումներ կստանանք։ 2v1 մինուս 2v3 հավասարը 0 և 3v1 պլյուս 2v2 հավասարը 0։ Այստեղից անմիջապես հետևում է, որ v3-ը v1-ի է հավասար, v2-ն էլ մինուս 3 երկրորդ v1։ Քանի որ մեզ մի հատ սեփական վեկտոր պետք է գտնել, բարձր չէ, միապատիկ սեփական արժեք է, ուրեմն մի հատ սեփական վեկտորները ընդամենը մի վեկտորի պատիկներ են, այսինքն ուղղակի մի հատ v կարան գրենք ստեղ, ոչ թե բոլոր սեփական վեկտորները գրենք, այլ ընդամենը v1-ը վերցնենք 2, v3 կլինի մինուս 3, v3 կլինի 2։ Սա v1-ով նշանակենք, քանի որ ստեղ կոորդինատներ ինձ օգտագործել եմ, երևի այս մեկը վերևում գրենք, չխառնելու համար։ Լամդա 1-ին համապատասխանող սեփական վեկտորը ստացանք, հաջորդ քայլը լամդա 2-ին, լամդա 3-ին համապատասխանող սեփական վեկտորները գտնելն է, այսօր լամդա 1-ն է ստեղծվել։ Ուրեմն a մինուս լամդա 2-ին ինչի է հավասար։ Ուրեմն պետք է հանենք 1 հանած 2-ի, չէ, այստեղ սեփական արժեքը 1 հանած 2-ին է։ Եթե 1-ից հանենք 1 հանած 2-ի, ստացվի 2-ի 0 0, 2 ստեղ էլի 1 էր, այսինքն ստեղ էլի 2-ի մինուս 2, 3 2 և 2-ի։ Սա պետք է բազմապատկենք v-ով, գտնենք այն v-երը, որ բավարարում են այս համակարգին։ Դե ինչ է ստացվում այս համակարգից, ստացվում է 2-ի v1-ը 0, այսինքն v1-ը ստացվում է 0,
Դե 2v1 էլ չեմ գրում, հա, v1-ը 0 է, 2v1-ն էլ 0, ստեղվում է 2i v2 հանած 2v3 հավասար 0 ու 2v2 գումարած 2i v3 հավասար 0, այսինքն որպես մի հատ v ինչ կարող ենք ընտրենք, դե առաջի կոորդինատը անպայման 0 պետք է լինի, երկրորդ կոորդինատը օրինակ կարող ենք 1 վերցնենք, չէ, երրորդը կստացվի i ու բնականաբար ստայլ, եթե v2-ը 1 դնենք, v3-ը i պետք է հավասարում բավարարվի, որովհետև ոչ զրոական լուծում անպայման պետք է լինի։ Համաձայն եք, v2-ը ստացանք։ Դե v3-ը նույն սկզբունքով ենք ստանալու, եկեք ստեղ գրեմ։ Ստեղ քանի որ 1 պլյուս i, պլյուս 2i պետք է հանենք, ընդամենը այս անկյունագծերի վրա մինուսներ են գալու, մնացածը թողելու ենք։ Հա, այս պլյուսները մինուսներով են, էլի փոխարեն։ v1, v2, v3 հավասար 0, դե ստել էլի, եթե չեք հավատում, կարեք համակարգ լուծեք, համոզվեք, ես մի անգամից գրեմ մի հատ սեփական վեկտոր, կլինի 0, 1, մինուսի։ Ուրեմն սեփական վեկտորներն էլ ստացանք։ Քանի որ սեփական արժեքները տարբեր են, այդ սեփական վեկտորների միջոցով այս լուծումը, որ մենք գրենք, ինքը կարտահայտի բոլոր հնարավոր լուծումները։ Հա, c1 v1 y լամդա 1x պլյուս c2 v2 y լամդա 2x պլյուս c3 v3 y լամդա 3x տեղադրենք ուրեմն 2 մինուս 3 2 լամդա 1-ը 1 էր, չէ, այսինքն yx գումարած c2 անգամ 0.1i անգամ y ուրեմն 1 մինուս 2i x պլյուս c3 0.1 մինուսի y 1 պլյուս 2i x ամենահեշտ ձևը ըստեղից իրական լուծումները անջատելու ուղղակի այս գումարը տենց բացված տեսքով գրելն է ու իրական կեղծ մասերը իրարից անջատելը, հա։ Դե այս առաջինը կարանք ուղղակի նույն ձև թողենք, որտեղ այստեղ ոչ մի կոմպլեքս բան չկա։ Երկրորդ, երրորդ վեկտորները գրենք ուրեմն հետևյալ տեսքով։ Դե y1 մինուս 2x-ը ինչ է, դա yx անգամ իհարկե 0-ով պետք է բազմապատկվի, հենց որ առաջի տողում 0 է գտնվելու։ Է 0 անգամ ինչ որ բան, որը 0 է։ Երկրորդ տողում գրելու ենք 1 անգամ y 1 մինուս 2x, այսինքն yx կոսինուս 2x պլյուս թե մինուս է երևի։ Մինուս i սինուս 2x։ Ու երրորդ տողում ինչ պետք է գրենք, i անգամ նույն բանը, չէ, այսինքն yx ու i անգամ այս արտահայտությունը, որը ինչի է հավասար, i անգամ մինուս i սինուս 2x-ը կլինի ուղղակի սինուս 2x, կհանենք, թե կգումարենք i անգամ կոսինուս 2x։ Ու նույն տրամաբանությամբ C3-ը բազմապատկում ենք, ուրեմն առաջի կոորդինատը 0, երկրորդը y1 պլյուս 2x, այսինքն yx կոսինուս 2x գումարած արդեն i սինուս 2x, ու երրորդ բանը
կոորդինատը կլինի ուղղակի -9 բազմապատկած սրանով, այսինքն EX եթե -9 բազմապատկենք սինուս 2x հանած I կոսինուս 2x եկեք ստեղից արդեն երևում է, չէ, իրական կեղծ մասերը ոնց կանջատվեն Իվարկյան, մենք բազմապատկում ենք սրանով, չէ, -9 ենք բազմապատկում, -ի անգամին 1 2 -3 2 EX գումարած, դե ստեղ էլ EX-ը կարանք ընդհանուր հանենք, դպսում գրենք, ստեղ եկեք իրական ու կեղծ մասերը անջատենք, հա, 0 EX կոսինուս 2x ստեղ էլ հա, EX արդեն EX պետք չէ գրել ուղղակի կոսինուս 2x ստեղ էլ սինուս 2x գումարած I անգամ ուրեմն C2 EX I անգամ 0 - սինուս 2x կոսինուս 2x գումարած C3 անգամ էլի EX ընդհանուր կհանենք իրական կեղծ մասերը կանջատենք գումարած C3I 0 սինուս 2x ու հանած կոսինուս 2x, հա, սենց, հա, ստեղ դե այս տեսքով ոնց որ արդեն իրական ու կեղծ մասերը իրարից անջատված են, մնում է լուծումները իրարից առանձնացնել, այդ առանձնացումը ոնց է կատարվում իրականում մի հատ հասկանանք ամեն ինչ ճիշտ է գրված թե չէ հա ոնց որ թե ճիշտ է ուրեմն այս Y-ի իրական մասը կլինի C1 2 -3 2 EX գումարած C2 EX կոսինուս 2x սինուս 2x մի հատ էլ ոնց որ C3-ով, չէ, նույն բանը։ Այսինքն, այստեղ կարող ենք գրենք C2 պլյուս C3 Լի որոշեց չմաքրի, լավ։ Այստեղ C2 պլյուս C3 անգամ այս արտահայտությունը կեղծ մասն էլ ուրեմն այս C1-ից ստեղից չկա ոչ մի բան, չէ, սա կեղծ մաս չունի, ստեղ էլ ելնում է C2 EX 0 մինուս սինուս 2x կոսինուս 2x, ստեղ էլ C3 EX 0
սինուս 2x մինուս կոսինուս 2x, այսինքն կարող ենք գրենք c2 մինուս c3 x 0 մինուս սինուս 2x ու կոսինուս 2x։ Համաձայն եք, չէ՞, այս ամեն ինչի հետ։ Չէ, կեղծ մասը ի չունի։ Կոմպլեքս թվի կեղծ մասը սահմանում է այդ ի կողքի գրած իրական թիվը։ Ու սրանք իրար հետ համադրելով ընդհանուր արդեն իրական արժեք ուրեմն լուծումները կլինեն YX-ը հավասար է։ Սրանք պետք է նկատել, որ այս C2 պլյուս C3, C2 մինուս C3-ը ուղղակի կարող ենք նոր տառերով նշանակենք։ Չէ, սա նշանակենք C2 ալիք, սա C3 ալիք, ու ինքը տենց լրիվ մաքուր 3 հատ գծորեն անկախ լուծում կտամ ես։ 2 մինուս 3 2 EX պլյուս C2 լավ, եկեք ալիք գրեմ, որովհետև սա նույն C2-ը չի, EX 0 կոսինուս 2x սինուս 2x Mēs շինարարներն այսօր հանգիստ չեն թողել։ EX 0 մինուս սինուս 2x կոսինուս 2x Որտեղ C1 լավ եկեք ստեղ էլ ալիք դնենք, չնայած սա նույն C1-ն է, բայց որպեսզի ամեն ինչ համաչափ լինի։ Սենց բան ստացանք, համաձայն եք լուծման մեթոդի հետ։ Ընդհանրապես, եթե կոմպլեքս արժեք լուծում կա, դիֆերենցիալ հավասարման, միշտ իրական կեղծ մասերը էլի հավասարման լուծում են։ Ինձ որ կարելի է ուղղակի իրանց անջատել ու քանի որ վերջում մեզ պետք է 3 հատ գծորեն անկախ լուծում, չէ, որպեսզի դրանց գծային կոմբինացիան տա մեր 3 հավասարում ունեցող, 3 անհայտ ունեցող համակարգի լուծում։ Այս իրական մասում 2 հատ գծորեն անկախ լուծումներ կան։ Այս երրորդն էլ կեղծ մասից կա, մենք դրանք իրար հետ միավորում ենք, որ բոլոր լուծումները կարողանանք արտահայտենք, չէ։ Համ սրանք են լուծում, համ այս առաջի տողում գրած ֆունկցիաներն են լուծում, համ երկրորդ տողում գրած ֆունկցիաներն են լուծում։ Իրանց գծային կոմբինացիաներն են պետք է, չէ, լուծում ունեն։ Ու քանի որ այս 3 ֆունկցիաները արդեն իրանք գծորեն անկախ ֆունկցիաներ են, իհարկե չենք ստուգել, ոնց խիստ հիմնավորում դրան չենք տվել, բայց զուտ կարելի է այստեղ դնել Վրոնսկյանը հաշվել, համոզվել, որ սրանք գծորեն անկախ բաներ են, վեկտոր ֆունկցիաներ են։ Ուրեմն կամայական լուծում ըստ մեր անցած տեսության պետք է արտահայտվի սրանց գծային կոմբինացիայի տեսքով։ Հարցեր կան։ Շատ լավ։ Հաջորդ դեպքը իրականում ամենավատ դեպքն է, երբ որ սեփական արժեքների մեջ կան կրկնվող սեփական արժեքներ ու սեփական վեկտորները բազիս չեն կազմում տարածության, այդ դեպքը միգուցե թողենք մի քիչ ավելի ուշ, հիմա սենց վերնագիր գրենք, ֆունդամենտալ մատրիցներ, Էլի վերադառնում ենք ավելի ընդհանուր համասեռ հավասարմանը, հա, y շիխը հավասար է px y, որտեղ px-ը n-ը n-ի վրա մատրից ֆունկցիա է,
Մենք ինչ տեսանք։ Տեսանք, որ եթե կարողանում ենք n հատ գծորեն անկախ լուծում գտնել, ուրեմն սրանք x-ից կախված են բնականաբար։ Ընդհանուր լուծումը ոնց է արտահայտվում համասարման համակարգի y(x)-ը ոնց կգրենք։ Սրանց գծային կոմբինացիան, չէ՞, c1 y1x պլյուս c2 y2x գումարած c(n) yn x, որտեղ c-երը իրական թվեր են։ Այս գրառումները հնարավոր է մի քիչ էլ պարզեցնել։ Իրականում այդ պարզեցումները ինձ ուղղակի հավեսի համար չի արվում, որովհետև այդ պարզեցումների մեջ էլ ինձ ահագին լավ նմանություններ ուրիշ հավասարումների հետ երևում են, որն է այդ պարզեցումը։ Մենք այս y-ները, այս վեկտորները հավաքում ենք մի հատ մատրիցի մեջ։ Հենց հունարեն մեծատառ փսի տառով նշանակենք հետևյալ մատրիցը, ուրեմն սկզբում սենց գրենք y1x, սա առաջի սյունն է, երկրորդ սյունում y2 x-ն է, մինչև y(nx)։ Ու եթե այս վեկտորներից յուրաքանչյուրը իր կոորդինատներով գրենք, եկեք պայմանավորվենք y(i) վեկտորը սենց գրել, հա, իր կոորդինատները y1i, y2i, y(n)(x)։ Այսինքն այս մատրիցը կլինի y1,1x, y1,2x, չէ, y1,n(x), վերջ տողնել y(n1), y(n2), y(n)։ Մենք երբ որ այս մատրիցը ներմուծում ենք, այդ հնարավորությունը տալիս այս արտահայտությունը գրել շատ ավելի կարճ տեսքով։ Այս y(x)-ը հավասար կլինի, ուրեմն phi psi(x) անգամ c, որտեղ c-ն c1 c-ն վեկտորն է։ Համաձայն եք, չէ՞, այստեղ ուղղակի դե ինչ է նշանակում մատրիցը բազում պատկել վեկտորով, այդ նշանակում է առաջի կոորդինատը բազում պատկել առաջի սյունով, երկրորդ սյունով, n-րդ սյունով ու գումարել իրար, այսինքն այս երկու արտահայտությունները իրար համադրեք են։ Ուրեմն սահմանում psi(x)-ը կոչվում է, եթե համակարգը տառով նշանակենք, մեկով նշանակենք, մեկ համակարգի ֆունդամենտալ մատրից։ Առաջին նկատառումն է նա, որ այդ ֆունդամենտալ մատրիցը միակը չի, հա, մենք միակ ձևով չի, որ լուծումները կարանք գրենք,
Բայց ցանկացած դեպքում, եթե n հատ գծորեն անկախ լուծում ունենք, դրանցով կազմված մատրիցը կանվանենք ֆունդամենտալ մատրից ու պարզ է, որ սկզբնական պայմաններ տալով կարելի է նույնիսկ այդ մատրիցն էլ ֆիքսել, հա։ Օրինակ, եթե մենք պահանջենք, որ հետևյալ սկզբնական պայմանները բավարարվեն, ուրեմն, եթե y շտրիխ հավասար է px y համակարգն ունենք, հետևյալ սկզբնական ուրեմն պայմաններով։ Սենց գրենք, հա, որպեսզի ճիշտ լինի։ Ե1-ով ես նշանակում եմ 1 մնացածը 0 այս վեկտորը։ Գոյության միակության թեորեմից ինչ գիտենք, որ այս համակարգը ունի միակ լուծում, չէ՞։ Քանի որ սկզբնական պայման է իր վերադրած։ Նու եկեք ենթադրենք, որ այս p ֆունկցիան 0 կետի շրջակայքում որոշված է, որ x0 չգրեմ, էլի։ Ուղղակի 0 գրեմ, չնայած ինչի եմ 0 գրում, կարելի է ուղղակի x0 գրել։ Հա, ստեղ եկեք x0 գրենք, որպեսզի ավելի ընդհանուր լինի։ Ուրեմն սա կտա մի հատ y1 լուծում։ Լուծումը նշանակում ենք y1-ով։ Հետո դիտարկում ենք նույն համակարգը ինչ է կարծում, երկրորդ սկզբնական պայմանը ինչ պետք է դնել։ Հա, երկուս կդնենք, հա։ Դե պարզ է, երկուսն էլ 0, 1, մնացածը 0, այս վեկտորն է, մինչև yn շանակենք 0 վերջի կորդինատը 1։ Սրանից երկրորդ լուծում դուրս կգա և այսպես շարունակ մինչև y շիխը հավասար է pxy և y x0-ն հավասար է yn։ Ստեղից էլ n-երորդ լուծում կստանանք։ Բնականաբար սրանք բոլորը x-ից կախված ֆունկցիաներ են։ Ինչի այս պայմանները դրեցինք, որովհետև եթե բանին Վրոնսկյանին նայենք, ինքը այս x0 կետում, այս լուծումների Վրոնսկյանը x0 կետում ինչի հավասար կլինի։ Մեկի հա, որովհետև միավոր մատրիցն է ստեղ ստացվում, այսինքն 1 մնացածը 0-ներ, 0, ստեղ 1 մնացած 0-ներ, մի խոսքով ստեղ 1, 0, այսինքն ոչ զրոյական Վրոնսկյան նշանակում է այս լուծումները, որ ստացել ենք այս կոշի խնդիրներից, գծորեն անկախ են, չէ՞։ Ու ուրեմն իրանք կազմում են ֆունդամենտալ մատրից։ Այ եթե այս սկզբնական պայմանները ֆիքսել ենք, այդ ֆունդամենտալ մատրիցը տենց առանձին ֆի տառով են նշանակում, ոչ թե փսի-ով կգրենք, այլ ֆի-ով։ Նորից այս վեկտորները հավաքում ենք սյուներով yn և ուրեմն սա ֆունդամենտալ մատրիցն է, որը համապատասխանում է Ե1, Են սկզբնական պայմաններին, հա։ Մի քիչ կարճ եմ գրում, Ե1, Են սկզբնական պայման նշանակում է, որ առաջին լուծումը Ե1 սկզբնական պայմանից է դուրս գալիս, երկրորդը 2, վերջինը Են։ Համապատասխանող։
Ուրեմն ինչի մենք ընդհանրապես ներմուծեցինք այս ֆին ու փսին մոտիվացիան փորձենք ավելի լավ հասկանալ։ Դե նախ առաջին տեսանք, որ եթե այս հավասարում ունենք սրա լուծումը փաստորեն կելի գրիչի հետ խնդիրներ ունենք այս մեկը ստուգենք ուրեմն լուծումը ոնց է տրվում ասեցինք իրան կարան գրենք ֆունդամենտալ մատրիցի օգնությամբ, չէ՞։ Պարզվում է, որ եթե կոշի խնդիր ունենք, շատ հեշտ այդ լուծումը կարողանում ենք այս մատրիցի օգնությամբ տալ։ Կոշի խնդիրը ինչ է այս դեպքում x0 կետում ինչ որ y0 վեկտոր, չէ՞, կամ 0-ն եկեք էլի վերևը գրենք, սենց գրենք։ Այս դեպքում տեղադրենք ուղղակի, որպեսզի ցեն գտնենք, հա, ցեն այդ գործակիցների սյունն է, որ այսինքն C1-ից C-ն թվերն են, որ ազատ են, բայց հենց կոշի խնդիր ենք դնում, արդեն միարժեքորեն որոշվում են։ Եթե y0 դնենք, x0 դնենք, ուրեմն կստացվի psi x0 անգամ c հավասար է y0։ Ստայից ցեն ինչի հավասար կլինի։ Psi հակադարձ, չէ։ Ինչի psi-ն հակադարձ ունի, որովհետև իր դետերմինանտը Վրոնսկյանն է, այդ էլ միգուցե արժեր ստեղ միտեղ նշել, որ այս մատրիցի երբ որ կառուցեցինք, Վրոնսկյանը ուղղակի սրա որոշիչն է, հա։ Երևի արժեր սկզբում այս էլ ասել։ Ու գիտենք, որ եթե գծորեն անկախ լուծումներ ենք վերցրել, որպեսզի բոլոր լուծումները դրանց գծային կոմբինացիայով արտահայտվեն, որոշիչը 0 չի։ Ուրեմն psi-ն հակադարձելի մատրիցա, հետևաբար ցեն հավասար է psi -1 x0 կետում բազմապատկած y0-ով։ Այսինքն լուծումն էլ կոշի խնդրի լուծումը կլինի y-ը հավասար է psi x psi -1 x0 բազմապատկած c։ Եթե phi մատրիցը ունենք, խնդիրը շատ ավելի տեսքը շատ ավելի պարզ է, չէ՞, քանի որ phi-ն x0 կետում միավոր մատրիցի է հավասար։ Դրանից կհետևի, որ եթե phi ֆունդամենտալ մատրիցով արտահայտենք լուծումը, y-ը կլինի ուղղակի phi x դա մի բան ոնց որ դա c չպետք է, չէ, գրեմ, պետք է գրեմ Սենց չնջենք, հա, երևի։ Հա։ Ուրեմն y0, սենց պետք է լինի։ Այստեղ կլինի phi x y0։ Պարզագույն ոնց որ տեսք է։ Ընդ որում ինչի եմ այս phi-ն ես առանձին շեշտում, որովհետև էական չի, չէ, մենք ինչ լուծումների հիմնարար համակարգ կգտնենք։ Այսինքն էական չի մենք որ ֆունդամենտալ մատրից կգտնենք, դե եթե այդքան էական չի, ավելի լավ է ամենապարզ տեսքով գրել, հա։ Բայց ընդհանուր մեր գլխավոր խնդիրը հանգում է հենց այդ ֆունդամենտալ մատրիցը գտնելուն, որը բնականաբար ընդհանուր դեպքում հնարավոր չի, որովհետև փոփոխական գործակիցներ խանգարում են հեշտ հաշվարկների համար, հաստատուն գործակիցների դեպքում կարելի է գտնել, բայց էլի շատ պարզ չի տեսությունը, մենք
փաստացի այն դեպքերի համար, երբ որ մենք լուծեցինք, մենք ֆունդամենտալ մատրիցներն ենք գտել, ուղղակի չենք գրել, էլի, բայց եթե այդ մեր գտած լուծումները սյուներով շարենք, կլինի ֆունդամենտալ մատրից։ Այսինքն ընդհանուր խնդիրը հանգում է ի վերջո այդ ֆունդամենտալ մատրիցը գտնելուն։ Ու երբ որ մենք այս համակարգը որտեղ են գրել համակարգը։ Հա, ստեղ են գրել։ Քննարկում ենք կարանք լուծումները մի մատրիցի մեջ հավաքենք ու այդ սրատերը գրենք մատրիցային համակարգ, այսինքն ինքը մի քիչ տերմինների տեսանկյունից բարդանում է, բայց գրառումների տեսանկյունից մենք ոնց որ ամբողջ լուծումների համակարգ նույնիսկ կարանք մի հատ sense բանով արտահայտենք, մի քիչ միտքս բացատրեմ, հա, ինչ նկատի ունեմ։ Էլի հետ գանք հաստատուն գործակիցներով հավասարումներին, բարձության համար, այստեղ ան ուղղակի թվերից կազմված մատրիցա։ Եթե մենք սրա լուծումները ստանում ենք, ֆունդամենտալ համակարգը լուծումների ստանում ենք, y1 դա ինչ է նշանակում, որ սա բավարարում է y1-ը բավարարում է այս պայմանին, հա, y2-ը բավարարում է այս պայմանին եւ սենց շարունակ մինչեւ y9-ը, y9-ի ածանցյալը հավասար է a անգամ y9։ Հա։ Մենք կարանք այս n հատ հավասարությունը մի հատ հավասարությամբ գրենք։ Կարանք եթե այս վեկտորները սյուներով հավաքենք։ Եկեք տենց անենք, հա, y2 yn, այստեղ տենց սյուներով դրել ենք մի հատ մատրիցի մեջ։ Այստեղ գրենք a անգամ y1, y2, էլի սյուներով հավաքում ենք մինչև yn։ Դե, սա ինչ մատրից է, սա ֆունդամենտալ մատրիցն է, չէ, այս աջ կողմը գրած մատրից։ Այս ձախ կողմը գրած է այդ ֆունդամենտալ մատրիցի ածանցյալը։ Հիշացնեմ, որ մատրիցի ածանցյալ ասելով հասկանում ենք դրա մեջի բոլոր ֆունկցիաները հատաղատ ածանցած, դրանցից այդ ածանցյալներից հավաքված կազմված մատրից։ Այսինքն սա մեր psi ֆունդամենտալ մատրիցի ածանցյալն է, աջ կողմը գրած է a անգամ psi մատրից։ Նո, այս հավասարությունը հետևում է զուտ մատրիցների բազմապատկման կանոններից, հա։ Հայտնի փաստ է, որ մատրիցները կարելի է տենց օրինակ ցանկացած տիպի բլոկների բաժանել, բայց այս դեպքում սյուների բաժանել ու հերթով սյուներով բազմապատկել այդ արտադրյալները ստեղ սյուներով հավաքել։ Այսինքն ի վերջո մենք ստացանք այս մատրիցային հավասարումը, հա, սա մատրիցային դիֆերենցիալ հավասարումը։ Ինչ ենք անվանում մատրիցային դիֆերենցիալ հավասարում, որովհետև անհայտը մատրից է այստեղ, հա։ Ու տեսանք, որ այս համակարգը լուծել նշանակում է լուծել այս մատրիցային հավասարումը։ Էական ոչ մի նոր բան չեմ ասել, չէ, այսինքն մենք ընդհանրապես ինչ որ նշանակումներ ենք անում, ոնց որ նույն բանի հետ տարբեր կողմերից ենք մոտենում, բայց ի վերջո ոչ մի նոր բան չեմ ասել։ Լավ, այս ստացանք, սա մեզ ինչ կարա հուշի։ Իրականում այս տեսքը կարա շատ սիրուն մի հատ միտք հուշի։ Երբ որ այստեղ սովորական ֆունկցիա է գրած, այսինքն երբ որ մենք նայում ենք y' հավասար է y հավասարումը, իր լուծումը ոնց է արտահայտվում։ Y-ը հավասար է y0 անգամ y-ի at, չէ։ Y-ի նո x լավ, x-ն է փոփոխական։ Կարող է այս նույն բանը տարածվի այս դեպքի վրա, այսինքն միգուցե մատրիցի էքսպոնենտ սահմանենք։ Ու պարզվում է, որ իրոք այդ գաղափարը հնարավոր է սահմանել, հիմա փորձենք դա անել, իհարկե խիստ մաթեմատիկական հիմնավորումները տալը
ահագին ժամանակ կատարած, հավոք այդքան ժամանակ չունենք, բայց ինձ թվում է միտքը բաց կլինի։ Միտքը ո՞րն է, ոնց մատրիցը դնել էքսպոնենտի ցուցիչում, y-ի ցուցիչում։ Ամենահեշտ ձևը դա անելու հիշելն է y-ի շարքով ներկայացումը։ Y-ը ոնց է վերածվում։ 1 + x + x քառակուսի 2-ի ֆակտորիալ կամ կարճ x-ի կա x-ի n բաժանած n ֆակտորիալ n-ը 0-ից անմիջություն, հա, y-ի Թեյլորի շարքը։ Սա ոչ թե ուղղակի շարք է, այլ իրականում երբ թե եթե մաթեմատիկայի էլեգանտ կողմից նայենք, սա հենց պետք է ընդունել որպես էքսպոնենցիալ ֆունկցիայի սահման։ Ինչի, որովհետև այս սահմանը տարածվում է նաև, երբ որ այս x-ի տեղը կդնենք կոմպլեքս թիվ, ու փաստորեն նույնիսկ կարելի է տարածել մատրիցների վրա։ Այսինքն ամեն հնարավոր բանի էքսպոնենտ կարելի է սահմանել։ Ոնց կսահմանենք մատրիցի էքսպոնենտը։ Եկեք սահմանում տանք A մատրիցի էքսպոնենտ կոչվում է հետևյալ մատրիցային շարք։ Մենք նշանակում ենք y-ի A, այսպես, ու կամ նաև օգտագործում այս նշանակումը։ Սահմանենք հետևյալ կերպ։ Դե 1 չենք կարա, չէ՞ գրենք, մատրիցների գումար պետք է լինի։ 1-ի տեղը ինչ կգրենք։ Միավոր մատրից։ Բնականաբար նույն չափի ինչ որ ան է, հա, ան քառակուսի մատրիցա է, այդտեղ չշեշտեցի, բայց երևի փակարություն գրենք, ան ինչ որ n չափի իրական գործակիցներով, չնայած կոմպլեքսի վրա էլ կարանք տարածենք, բայց իրական գործակիցներով քառակուսի մատրիցա։ Ուրեմն A մատրիցի էքսպոնենտ սահմանում ենք հետևյալ կերպ. I գումարած A գումարած A մատրիցի քառակուսի բաժանած 2-ի գումարած A մատրիցի խորանարդ բաժանած 3 ֆակտորիալի կամ 6-ի որ էլի շարքով կարանք գրենք in բաժանած n ֆակտորիալ։ Իհարկե առաջի հարցը, որ կարա առաջանա, արդյոք է շարքը զուգամիտ է։ Այստեղ շարքի զուգամիտությունը նախ ոնց ենք հասկանում, որտեղ ինքը մատրիցային շարք է։ Մատրիցի այդ էլեմենտներից յուրաքանչյուրը եթե զուգամիտում է, սահման ունի, հա, սա պատկերացրեք, այստեղ այս in-ը ինչ է, ինչ որ մատրից է, չէ՞։ Այդ մատրիցի ամեն մի էլեմենտ իրանից մի հատ հաջորդականություն է ներկայացնում, եթե շարքով գրենք, մատրիցները նախ շարքով գումարել նշանակում է իրանց համապատասխան i-ի էլեմենտները շարքով գումարել։ Այսինքն, ըստեղ մենք իրականում ունենք n քառակուսի հատ շարք, մի հատ մատրիցի մեջ հավաքած։ Ու այս շարքը կոչվում է զուգամետ, եթե այդ բոլոր շարքերը մատրիցի մեջ գրած զուգամետ են, ու սահմանն էլ կոչվում է այդ բաների, հա, այստեղ ուրեմն գրեմ, հա, երևի, որպեսզի շատ բաղնավոր չլինի, ինչ? Չէ, այս in բաժանած n ֆակտորիալը իրանից ինչ որ մատրիցա ներկայացնում, հա, որտեղ թվեր են գրած, n-ից կախված, չէ, բնականաբար, ամեն n-ը եթե փոխենք, այդ թիվը փոխվում է, այսինքն այստեղ հաջորդականություններ են գրած, եկեք ինչ տառով նշանակենք, b1 n, այսենց նշանակենք, b1 2 n, b1 n, bn1 n, bn2 n, bnn n, այսենց սրանց պարզ նշանակում չեն կարա տանք, պարզա n-ից կախված են այս գործակիցները։ Հիմա եթե այս գումարենք, սրանց գումարը նշանակում է գումարել այս գործակիցներից յուրաքանչյուրը։ Այսինքն գումար in բաժանած n ֆակտորիալը իրանց ներկայացնում է n հատ շարքի գումար, հա, այստեղ գումար b1 n ըստ n-ի, գումար b1 2 n ըստ n-ի, եւ այլն գումար b1 n
Այստեղ իհարկե եկեք եթե ան մատրիցի չափը n եմ գրել ինդեքսը ստեղ փոխեմ, հա, m սարքեմ, որ շփոթություն չլինի։ M, հա, ինդեքսը ստեղ m-ա։ Չափը n-ա, չափը ֆիքսված է, այս ինդեքսը փոխվում է 0-ից անվերջություն։ B1n, ստեղ չենք փոխում, բայց այս եկեք նորմալ գրեմ։ Գումար B1n վերևում m եւ գումարը ըստ m-ի է։ Այսպես շարունակ bn1 m գումարը ըստ m-ի, վերջում bnn m գումարը ըստ m-ի։ Այ եթե թվային շարքերից յուրաքանչյուրը զուգամետ է, ինչ որ սահման ունի, եկեք այդ սահմանները ոնց նշանակենք։ Երևի հենց b1-1, b1-2, հա։ b1n bn1, bn2, bnn, այս եթե շարքերից յուրաքանչյուր սահմաննի, այս մատրիցը հենց կանվանենք շարքի գումար, ուղղակի։ Մատրիցային շարքի գումար։ Ես դա նշանակեցի հենց, ոչ թե ստեղ ահագին բարդ արտահայտություն ասա, մատրիցի n աստիճան հաշվելը արդեն հենց լիքը բաներ ունի, չէ՞, ես զուտ այս մատրիցի գործակիցները նշանակեցի b1-1, b-իժի n-ով, n-ով չէ, հա, ստեղ էլ m սարքեմ, որովհետև ասեցինք չափն է n, իսկ այս ինդեքսը բնականաբար կամայական դրական ամբողջ արժեք կարա ընդունի, այսպես։ Ինչն է կարևոր փաստը, կարևոր փաստն է, որ ցանկացած մատրիցի համար այս շարքը զուգամետ է։ Ու դա ոնց որ ընդհանրացնում է այդ n հայտնի փաստը, որ Ax-ի Taylor-ի շարքը զուգամետ է բոլոր իրական x-երի համար, պարզվում է, որ մատրիցի էքսպոնենտն սահմանված է կամայական մատրիցի համար։ Անկախ նրանից այդ մատրիցի էլեմենտները իրանցից ինչ են ներկայացնում։ Ու դա մեզ թույլ է տալիս մտածել, որ այս հավասարումը, որ նայեցինք, կարող սրա լուծումը լինի y-ի ax աստիճան, որտեղ ան մատրիցա x-ն էլ մեր անկախ փոփոխականն է։ Պարզվում է, որ դա իրոք այդպես է, եկեք ստուգենք, y-ի ax-ը ինչ կլինի։ Y-ի ax, x-ը թիվ է, ընդամենը, չէ, որ բազմապատկվում է մատրիցով, այսինքն ըստ սահմանման սա այս ax-ի n աստիճան բաժանած n ֆակտորիալն է, քանի որ m-ով ենք գրել, m-ով էլ շարունակենք գրել, m-ը 0-ից անվերջություն, մենք կարանք, չէ, ստեղ քանի որ x-ը թիվ է ուղղակի, դուրս անենք, առանձին գրենք, իհարկե շարքից դուրս չենք կարա հանենք, զուտ սենց գրենք։ Քանի որ ասեցի կամայական մատրիցի համար զուգամետ է, ax-ի համար էլ միշտ զուգամետ կլինի, եկեք այս շարքը ածանցենք ըստ x-ի, տեսնենք ինչ կստացվի։ Այն ածանցման կանոնները, որ դուք անցել եք թվային շարքերի համար, գործում են նաև այստեղ, այնպես որ ինչ կունենանք։ Սա պետք է, այսինքն որ կանոնը նկատի ունեմ, որ ածանցումը կարելի է տանել շարքի ներս, եթե զուգամիտություն ունենք, ես զուգամիտություն ունենք, ածանցյալ շարքը սենց կլինի, ուրեմն, դե m բաժանած n ֆակտորիալը ոչ մի x իրա մեջ չունի, x-ի m-ը պետք է, չէ, ածանցենք, այսինքն գրելու ենք m անգամ x-ի
m-1։ Այս էլ ոնց որ y-ի սովորական ստեղ թիվ եթե գրած լիներ, y-ի ax-ը շարքով գրեմ ու ածանցեմ, ինչ պետք է ստացվի։ Անգամ y-ի ax պետք է չստացվի։ Դա ոնց ենք հիմնավորում, ստեղ մի հատ a կարանք առանձնացնենք, չէ՞։ M-ը 1-ից արդեն կսկսի բնականաբար, այնտեղ առաջի գումարելին i-ա, որի ածանցյալը բնականաբար 0 է, ինքը x-ից կախված չի, ստեղ գումարը արդեն կսկսենք 1-ից, ստեղ գումարը սկսվում է 1-ից, անգամ m-1, m բաժանած n ֆակտորիալը m-1-ի ֆակտորիալ, ստեղ էլ ինչ ունեցանք, x-ը m-1 աստիճան, անկարանք շարքից ընդհանրապես դուրս անենք, m-1-ն էլ եթե նոր ինդեքսով նշանակենք, ասենք g նշանակենք, g-ն 0-ից անվերջություն, i g բաժանած g ֆակտորիալ, x-ի g աստիճան, սա ինչ է իրանց ներկայացնում, մի հատ էլ հետ հավաքենք, լավ, այս էլ անենք, ix-ի g աստիճան բաժանած g ֆակտորիալ, և ինչ ստացանք, y-ի ix, մի հատ էլ հիշենք մեր հավասարումը, այս մատրիցային հավասարում ենք նայում։ Փաստորեն, եթե այս փսի մեջ դնում ենք, եթե փսին հավասար է y-ի ax, y-ի ax տեղադրում ենք, տեսնում ենք, որ բավարարվում է։ Ուրեմն բավարարում է այս երկու մատրիցային հավասարում։ Հացեր կան։ Կարող ենք կամայական մատրիցի համար արեցինք, փաստացի կամայական բանի համար, հաստատուն գործակիցներով դիֆերենցիալ հավասարների համակարգի համար, առաջի կարգի, մենք լուծումը այս կոմպակտ բանաձևով ստանում ենք, իհարկե հարց է առաջանում, իսկ ինչպես է հաշվել, որովհետև շարք հաշվելը շատ ծանր գործ է, դա արդեն իրականում դեռ ինչ-որ հարցեր կան, որ ես հիմա չեմ ուզում քննարկել եւ գործնական կաջ կանդրադառնանք դրան, որովհետեւ գծային հանրահաշվի որոշ գիտելիքներ են պետք Ժորդան, չեք անցել, չէ՞ Ժորդանի ձև։ Հենց որ որոշ մանրամասների մասին սա ինչպես հաշվել, սա շատ հեշտ է հաշվել, եթե ան ինչ-որ լավ տեսքի մատրից է, ասենք եթե ձեզ զուտ կարամ խնդիր տամ այս պայի համար, հաշվել y-ի ax-ը, եթե անհավասար է 0,1,0,0, դա շատ պրիմիտիվ խնդիր է, ինչի, որովհետև կտեսնեք, որ շարքը շատ արագ կանգնում է, ու շարք ինքը վերջավոր գումար է, էլի դա առնում ոչ թե շարք, բայց ընդհանուր դեպքում կարա շարքը անվերջ չզրոյանա ինչ-որ պահից, բնականաբար մատրիցի աստիճան հաշվելը հեշտ գործ չի ընդհանուր դեպքում։